Եկեք ձեզ բացատրեմ ձեր խորքային տագնապայնության, ներքին անհանգստությունների, վախերի, անընդհատ ինչ-որ վատ բան սպասելու ներքին մեխանիզմները։ Ասեմ, ցույց տամ, բացատրեմ, թե ինչ է ձեզ հետ հիմա կատարվում իրականում։ Ինչքան էլ դուք շատ կենտրոնացած եք ձեր տարբեր սիմպտոմների վրա։ Դուք կարծում եք, որ պետքա սիմպտոմների հետևից ընկնել, պետքա սիմպտոմները բուժել, բայց ես հիմա ձեզ ցույց կտամ, որ շատ դեպքերում բուժում ուղղակի պետք չի, որովհետև մարմինը առողջ է շատ ժամանակ լինում։ Հետևաբար սիմպտոմների հետևից ընկնելը ձեզ արդյունքի չի բերի։ Սիմպտոմների հետ աշխատել, օրինակ դուք վախենում եք սրանից, կամ արագ սրտխփոց, կամ ներքին լարվածություն, անհանգստություն։ Այդ սիմպտոմները լուծելով դուք տեղ չեք հասնի։ Հիմա եկեք օգնեմ ձեզ հասկանալ, թե խորքային ինչ մեխանիզմներ են աշխատում, հա, ձեր դեպքում կոնկրետ ինչեր կարան լինեն։ Հետո կբացատրեմ, թե դա ինչպես է ազդում, ինչ մեխանիզմ է ստեղծվում։ Հետո կասեմ արդեն, թե ինչ լուծում կա, ոնց կարելի է այդ ամեն ինչը փոխել շատ կարճ ժամանակում։ Հիմա տեսեք, ձեր դեպքում, հա, ձեր կյանքի ընթացքում, անձինս վաղ մանկական տարիներում ձեզ մոտ եղել են, չէ՞, ինչպես դուք նշել եք, կամ վեճեր ծնողների միջև, կամ խստություն, պահանջկոտություն, հա, կարողա ծնողների միջև չեն եղել վեճեր, բայց եղել է անհանգիստ մթնոլորտ, կարողա տատիկ, պապիկ, մեծ եղբայր, քույր, որ ծնողների հետ, անձինս մամայի հետ եղել են լարվածություններ ու հեսա դուք կհասկանաք ես ինչի նկատի ունեմ, կբացատրեմ։ Մյուսը, որ այդ խստությունը, ինչպես ասեցի, եւ երրորդը կարա լինի այնպես, որ ծնողներից մեկի բացակայություն, հա, օրինակ չգիտեմ, հայրիկը վաղաժամ գնացել է աշխարհից կամ բաժանում է տեղի ունեցել։ Ոստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ծնողի բացակայությունը ազդել է մյուս ծնողի վրա, անձինս մամայի։ Խնդիրներ են ստեղծվել ու լարված մթնոլորտ։ Հիմա այդ լարված մթնոլորտը ինքը ինչ է ստեղծում։ Համար 1, երբ որ կան վեճեր ու կռիվներ, չէ՞։ Այդ ժամանակ մարդը, հեսա հերթով կբացատրեմ, եթե օրինակ վեճերը ձեզ հետ չի համընկնում, մի փոքր սպասեք։ Ահա, եթե կան վեճեր, կոնֆլիկտներ, այդ ժամանակ երեխան առնչվում է մի երևույթի հետ, որը իրանից ներկայացնում է, հա, կռիվ, ինքը իրան էմոցիոնալ, անպաշտպան ու անապահով ազգում, քանի որ տեսնում է իր ամենակարևոր մարդու մամայի թուլությունը, անհանգստությունը, վտանգի տակ լինելը, հա, էսի մեկ։ Մարդը իրեն զգում է անապահով։ Երկրորդը, անկարող, որ ես ոչինչ չեմ կարող անել։ Ու այդ երևույթները, որ հաճախ կրկնվում են, համոզմունք է ձևավորում, որ ինքը կարա ինչ-որ իրավիճակներում իր կյանքի անկարող լինել, հա, ձեր դեպքում։ Եվ երրորդը, արդեն այդ անընդհատ վախով սպասել, որ հեսա վատ բան է լինելու։ Դուք որտեվ փոքր ժամանակ անընդհատ սպասում եք, որ հեսա վատ բան է լինելու մամայի, պապայի կոնֆլիկտը, հա, ասենք, չգիտեմ, ցուկ ոգելից խմիչքի հետ խնդիր ունի հայրը, մտնում է տուն ու դուք սկսում եք լարվել փոքր տարիքում, որ հեսա կարող է լինի։ Դա ստիպում է, ձևավորում է մեխանիզմ, հա, ու դա արդեն արտահայտվում է մեծ տարիքում։ Դուք դա պրոյեկտում եք ուրիշ խնդիրների վրա ու նույն ձև մյուս տարբերակը եւ լինում է, թե վեճեր չեն եղել են, ասենք, խստություն մամայի կողմից, դա սովորել, մաքրություն կամ պահանջկոտություն ինչ որ առումներով համապատասխանել։ Լինում է նաև դեպք, որ մաման լինում է գերզգայուն, շատ անհանգստանում երեխայի մասին, վախենում մամա երեխայի մասին, հա, ու դա ստեղծում է այդ ներքին անհանգստությունը։ Ոնց որ մարդու մոտ մտնում է իր մամայի էմոցիաները, ու ինքը մեծանում է, չի հասկանում ինչպես արդեն իրանն է դարել դա։ Ու այդ երևույթը հիմա ձեզ մոտ կրկնվում է։ Հասկացաք, այսինքն անընդհատ վատ բանի սպասումը մեխանիզմը ձևավորած մանկուց։ Պատկերացրեցիք։ Իսկ այդ անապահովության, անպաշտպանության զգացողությունը կարա ձևավորվի այդ ծնողների էմոցիոնալ բացակայության պատճառով, հա, կամ ֆիզիկական բացակայությամբ։ Այդ լարվածությունը չլուծված խնդիր։ Այսի ֆիքսեք, այս օրինակով, որ արդեն լուծման մասին խոսանք, կբացատրեմ։ Այսինքն ձեզ մոտ ձևավորվել է փոքր ժամանակ մի քանի չլուծված խնդիրներ, ծնողների վեճեր, ծնողների կողմից պահանջկոտություն, ծնողների հեռու գտնվել ֆիզիկապես կամ էմոցիոնալ կամ բացակայություն։ Դա ստեղծում է էմոցիոնալ խնդիր, չի լուծվում, լուծում չի ստանում։ Եվ երեխան այդ խնդիրը բերում է մինչև իր մեծ կյանքը։ Հիմա ո՞նց է խնդիրի լուծում։ Լավ, եկեք բացատրեմ։ Շատ մեթոդներ կան, որ փորձում են սա լուծել։ Փորձում են, հա, ինչ որ մեթոդներով, որ դուք երևի գնացել եք հոգեբանի մոտ, խոսել մանկությունից, վերլուծել այն, թե ինչի է, որ դուք հասկանաք դա,
բայց արդյունք չի տալիս։ Կամ դեղորայք խմել, փորձել հանգստացնել ձեզ։ Դա էլ է ոչ շատ արդյունավետ։ Հետևաբար, հա, բուժվել պետք է, եթե հիվանդ եք դուք, հասկանում եք, կամ նյարդային համակարգը արդեն վնասվել է, խնդիր ունի, դա պետք է գնալ լուծել։ Բայց ինչը որ ստեղծել է այդ ամեն ինչը, մենք հիմա դրա մասին ենք խոսում, մենք բուժման մասին չի խոսքը, հարգելի, սա բուժում չի, հա, դուք հիվանդ չեք այդ բառի բուն իմաստով, հա, ինքը ներքին մեխանիզմ է։ Հիմա հետ գան խնդրի լուծմանը։ Ոնց է խնդիրը լուծվում։ Ամենալավ մեթոդը գտնել սկզբնաղբյուրը այդ խնդիրների չլուծված։ Հիմա մի պրիմիտիվ օրինակ բերեմ։ Այս օրինակը ես կարող եմ վիդեոներում էլ տեսած լինեք։ Պատկերացրեք, ես մի 10-15 օր մի հատ կարևոր զանգ եմ սպասում։ Ну, ու ինձ անհանգստացնում է դա։ Ես լարվում եմ դրանից։ Հիմա այդ միտքը ինձ անդադ տանջում է։ Բայց հիմա որ ես խոսում եմ կամ այլ մարդկանց հետ կամ հասկամած ես 10 օր անցել է, ես մոռացել եմ այդ երևույթի մասին։ Բայց ես լարված եմ։ Ու պատկերացեք հանդիպում եմ իմ ընկերոջը ու իմ ընկերը ինձ ասում է, որ լսի, ինչ ես այդքան լարված, ինչ ես այդքան անհանգիստ, ինչ ա եղել։ Ինչն է քեզ անհանգստացնում, կարող ինչ որ բան ա եղել, որը տենց չի լուծվել, ինչ որ չլուծված խնդիր կա։ Ես սկսում եմ sense մտածել, մտածում եմ, քանի որ թարմ հիշողություն է։ Ես հիշում եմ, ես զանգի եմ միած սպասում։ Բայց այդ զանգը ես այդտեղ կարևոր միտք հասկացեք։ Այդ զանգը երբ ես ֆիքսեցի, որ դա է իմ խնդիրը, ես զգում եմ, որ ախր ինքը էլ այդ արժեքը չունի։ Էլ այդքան կարևոր չի, քան 10-15 օր առաջ։ Ու ես հանգստանում եմ։ Այսինքն իմ ենթագիտակցությունում չլուծված խնդիրը լուծում ստացավ։ Իհարկե, մեծ տարիքում նման խնդիրները չեն բերում այդպիսի ներքին ուժեղ լարվածությունների, տագնապների, վախերի, չէ, այդպես չի լինում։ Պոտենցիալը դրված է լինում մանկությունում։ Կարող է ձեզ մոտ երևույթներ են եղել, որ ձեզ թվում է նոր է ինքը, բայց ինքը ձևավորվել է, հիմքը դրված է, պոտենցիալը ձեր դրված է վաղ մանկությունից, որը ինչ որ տարիքում գլուխ է բարձրացնում։ Հիմա պետք է օգնել ձեզ գնալ գտնել այդ աղբյուրը, ու իրանք շատ չեն, ասեմ ձեզ։ Օրինակ իմ հետ անհատական աշխատանքում ընդամենը 1 ամսվա մեջ այդ հարցը լուծվում է։ Նաև ես ունեմ օրինակ այդ իմ աուդիո սեանսները, հա, որը 2 ամիս են մարդիկ լսում, դա էլ 2 ամսվա ընթացքում է հնարավոր ձևափոխել։ Հա, բայց դա իհարկե անհատական աշխատանքը ավելի արդյունավետ է միանշանակ, բայց նայելը շատ մեծ արդյունքներ տալիս շատ մարդկանց մոտ։ Հիմա մենք գնում ենք, հասնում ենք, գտնում ենք այդ խորքային դրվագը, ձեր այդ ներքին մեխանիզմի ձևավորված վեճերը մամայի, պապայի միջև կամ կոնֆլիկտներ ձեր հետ, հա, պահանջկոտություն, որտեղ լարված եք, որտեղ կա ինչ-որ մի դրվագ է տեղի ունեցել, որը երեխայի համար շատ վախենալու է, հա։ Ես օրինակ դեպք եմ ունեցել հաճախորդի, որ պապան, ասենք, շատ կոպիտ ձև վարվել է, որ ինքը օրինակ պարկաս քնած է եղել, հա, վաղ ու միանգամից կռիվ, ինչը դասերը չի արել։ Պատկերացրեցիք, նույնը կարա մայրը արած լինի։ Կամ երեխան միանգամից առնչվում է այդ կռիվների հետ ծնողներու, վախենում է իր ծնողների համար։ Այդ դրվագները ուժեղ էմոցիոնալ բան են թողում։ Ես օգնում ձեզ գնալ գտնել այդ երևույթները, ու մենք ձևափոխում ենք ձեր էմոցիոնալ արձագանքը իրեն։ Խնդիրը լուծվում է ձեր ենթագիտակցությունում։ Նաև գումարած այդ ամեն ինչին, նաև մամայի, պապայի կերպարներն էլ է դաջված ձեր ենթագիտակցությունում մանկական պետք էլի այդ խնդիրը լուծել, հա, որտեղ երիտասարդ մաման կարող է ձեր աչքերում խեղճ, ընկալված լինի, անպաշտպան, որը լրացուցիչ լարվածություն է թողել ձեր ներսը։ Մենք երբ դա ճիշտ տեղն ենք դնում, այսինքն դուք գիտակցում եք, որ իրականում մաման խեղճ ու անպաշտպան չի եղել, իրականում այդ փոքր երեխայի ընկալումն է այդպես եղել։ Բայց հիմա այսին բառերը լսելով ենթագիտակցություն դա չի փոխվի, հա, հատուկ աշխատանք է պետք, հատուկ իրավիճակում մարդ պիտի գտնվի։ Երբ որ մենք այդ աղբյուրները փոխում ենք, ձեր ներքին մարմինը հանգստանում է, լարվածությունը թուլանում է, ու ձեր խնդիրը սկսում է լուծվել։